Ձեր հետ կրկին քաղաքակրթությունն է եւ այսօր ես եկել եմ ձեզ ասեմ, որ դուք չեք գժվել։ Ոչ, ժողովուրդ, դուք չեք խելագարվել եւ ամեն անգամ, երբ որ նայում եք ձեր շուրջը ծավալվող իրադարձություններին ու ասում եք, «Էս ինչ գժվել ենք, մենք գժվել, կամ էս ինչպես է փոխվել աշխարհը, մենք չենք հասկանում, կամ ինչ է կատարվել մեր ժողովրդի հետ», իմացեք, այն ամենը, ինչ որ եղել է եւ լինում է, արդեն բազմիցս եղել է եւ կրկնվել է եւ թող որևէ մեկը չմտածի, որ ինքը այնպիսի նոր տեխնոլոգիա է հնարում, որի կրկնակը աշխարհում չկա, կամ որի հակաթույնը աշխարհում չկա։ Եվ ուրեմն, պատմության էքսկուրս, կետ համար 1։ Ասեմ ձեզ, որ երբ որ գերմանացիները հարձակվում էին սովետական միության վրա, նրանք ունեին իրենց մշակված պլաններում ոչ միայն ռազմական հզորության, տանկերի, գեներալների եւ դիվանագիտական խաղերի հաղթաթուղթը, նրանց հիմնական ներքին հաղթաթուղթը այն էր, որ սովետական միությունը այնպես է տանջվել ստալինյան դիկտատուրայից, այնպիսի զոհեր է տվել ճամբարներում, երեխաները զրկվել են իրենց հայրերից, կանայք զրկվել են իրենց ամուսիններից, ինչ կարող է լինի, որ մարդ ներքին վրեժը չունենա իր հոգու խորքում եւ չմիանա գերմանացիներին իրենց ծնողների վրեժը առնելու համար։ Բայց նրանք բաց էին թողել մի կարևոր դետալ, որ այդ տարիների ընթացքում ժողովուրդը ենթարկվել էր ինդոկտրինացիա, այսինքն նրանց ուղեղը մշակել էին, իսկ այն մարդկանց ում ուղեղը չէին մշակում, տանում էին բանտերը, տանում էին, գցում էին նկուղները եւ ձերբակալում էին, խոշտանգում էին եւ գնդակահարում էին շատ հեշտ ցուցադրական դատեր ստեղծելով։ Վերջերս ինչ որ մեկը ինձ ասաց, ինչ խնդիր ունես, քեզ դեռ ոչ մեկը մինչև հիմա չի ձերբակալել, կարող եմ ասել, որ good beginning makes a good ending, այսինքն չեմ բացառում նաև զարգացումների այդ տարբերակը, բայց նաև մենք պետք է հասկանանք, որ սովետական միությունը անձայրացիր երկիր էր եւ իր բռնապետական մեքենան ուներ անսպառ ռեսուրսներ, մինչդեռ Հայաստանը բոլոր առումներով փոքր երկիր է եւ իր բռնապետական ռեսուրսը նույնպես շատ սահմանափակված է։ Կասեք, բայց միթե վատ է, որ սովետական միության ժողովուրդը պայքարեց հայրենիքի համար եւ ֆաշիզմի դեմ։ Իհարկե վատ չէ, բայց նա պայքարեց այդ ֆաշիզմի դեմ նախ եւ առաջ հիմնականում մի ժողովուրդների կյանքերի աննախադեպ կործանման գնով եւ ամենակարևորը այդ բարոյական փոքրիկ դավաճանությունները հայր, որդի, մայր ուրանալը Պավլիկ Մորոզովների այդ անվերջանալի շարքը բերեց նրան, որ բարոյական հրեշների պետություն դարձավ այդ պետությունը եւ ինքը իր բարոյականության անկումից կործանվեց։ Ով ուզում է, ինչ ուզում է ասի։ Պատճառը դա է։ Երկրորդ կետը, թե ինչու դուք չեք գժվել։ Եվ ինչ էր պատահել, որ Սերժ Սարգսյանի օրոք անդիմադիր դաշտը այդպես գործում էր եւ վարգավաճում էր, եւ ինչ է կատարվում այսօրվա անդիմադիր դաշտում, որտեղ մարդիկ չեն կարողանում ուղղակի գլուխ բարձրացնել եւ աշխատել, ինչն է անդիմության անվերջանալի պարտությունների պատճառը։ Ժողովուրդ ջան, կատարվում է իրավիճակի մարգինալացում, այսինքն բոլոր այլախոհները, որոնք փորձում են իշխանական տեսակետին դեմ տեսակետ արտահայտել, նրանք բոլորը քշվում են լուսանցք, ընդ որում հանրային կարծիքի լուսանցք։ Այսինքն ստեղծվում է առերևույթ վարագույր, որ այդ մարդիկ ադեկվատ չեն, չէ՞ որ նիկոլական պրոպագանդան բոլորին անընդհատ առողջություն է մաղթում, առողջ եղեք։ Այդ առողջ մաղթելու մեջ կա մի նյուանս, որ այն մարդիկ, ովքեր հակառակվում են իշխանական քարոզչամեքենային, նրանք հիվանդ են։ Դուք ինքնաբերաբար մտնում ենք աբյուզիվ պրոպագանդայի լծի տակ, բայց ես ձեզ զգուշացնում եմ, դուք չեք գժվել, ձեզ հետևողականորեն ուղղակի շեղում են դեպի այլ դիսկուրս, այս դուք էլ մի շեղվեք։ Եվ այդ իրադրության մեջ, երբ որ մենք գտնվում ենք այլընտրական, այլախոհական ռեսուրսի մարգինալացման դաշտում, շատ կարևոր է չշեղվել ոչ մի պահ փաստերից, իսկ փաստերը հետևյալն են. զոհերը, ինֆլյացիան, սահմանները եւ դրանք փաստեր են, այսինքն այդ փաստերը ոնց ուզում եք մեկնակ բանեք, ոնց ուզում եք շուտ տաք,
Միևնույն է այդ փաստերը մնում են փաստեր եւ հիշեք չխելագարվելու մյուս կռվանը ոչ միայն ազգային եւ բարոյական կռվաններն են, այլև փաստեր եւ կրկին փաստեր։ Երրորդը, ինչ եք կարծում, իշխանությունը արդյոք չունի բավականաչափ պրոֆեսիոնալ, խելացի մարդիկ, ոչ միայն չունի, այսինքն կարող է չունենալ, բայց հավաքագրել պրոֆեսիոնալ խելացի մարդիկ, որպեսզի նրանք աջակցեն, պաշտոններ գրավեն, հանձնաժողովում տեղեր գրավեն։ Ինչն է պատճառը, որ մենք ունենում ենք տարբեր ռակուրսներում հայտնվող դպիրներ կամ բուժքույրեր, որոնք չեն կարողանում բառին կպցնեն եւ ոչ մի երևույթ չեն հասկանում, բայց հանձնաժողովներ են գլխավորում։ Բաժանմանակին հեղափոխության պահապանները, հիշում եք այդ խմբակին, որը քայլում էր դեսուդեն եւ ահա բեկում էր սրա նրան, իսկ հետո փորձեց հակընդդեմ շարժում սկսել ասելով, որ ինձ վարձել են, բայց այդպես էլ չստացավ ոչ մի հանրային աջակցություն։ Հիշեք, ոչ մի վարձու բան երբևէ հետագայում հանրային աջակցություն չի ստանում։ Դրա համար եւս մի ապացույց, որ դուք չեք գժվել, իսկ իրադրությունը ալրջացնում են նպատակային, անլրջացնում են, որ դուք չզգաք, թե ինչ կա թաքնված այդ անլրջության հետևում։ Ժամանակին, եւ դա մտնում է նաեւ այլախոհ դիսկուրսի մարգինալացման հետ, այս կամ այն լրատվամիջոցը, կամ ոչ լրատվամիջոցը, այլ կողմնակի աղբյուրը զգուշացնում էր, որ ասենք Արցախը հայաթափում են, կամ ջերմուկով սահմանով իրենք առաջ են գնալու ադրբեջանցիները, որ դիտակետ են բացում։ Եվ երբ որ դու փորձում ես այդ նյութերը բարձրաձայնել կամ գոնե կիսել դնել քո պատին, բոլորը սկսում են հարձակվել քո վրա, որ դա թշնամական ինֆորմացիա է եւ դու թշնամական դիսկուրս ես տարածում։ Իսկ մինչև այդ մի կար քարոզչախումբ, որը գոռում էր ձեն-ձենի էին տալիս, հիմա այդ մարդիկ գլխավոր խմբագիրներ են, падգամավորներ են, պաշտոնյաներ են, լուրջ մարդիկ են, բայց իրենք այդ լուրջ պաշտոնները ստացել են ընդամենը ցինիկ այսպիսի արձագանքի համար։ Ապեր Նիկոլը Ղարաբաղը տվեց Facebook-ում է կտամ, չէ, ապեր հլը չի տվել, վաղը կտա։ Եվ այդ ցինիկ արտահայտությունները մոռացության են մատնվել դեռ։ Ինչպես բոլորը վստահ էին, ինչպես վստահ էին Ստալինյանը, քարոզչամեքենայի մարդիկ, որ ամեն ինչ մոռացության են մատնվելու, ինչպես վստահ էին Գեբելսյան եւ Հիմլերյան գնդերը, որ ամեն ինչը մոռացության են մատնվում։ Բայց հիշեք, ցանկացած հիբրիդային պատերազմում պրոպագանդայի թիվ 1 թիրախը մարդն է, եւ խնդիրը այն չէ, որ դուք հավատաք, որովհետեւ յուրաքանչյուր լրջախոհ մարդ ի վերջո հասկանում է, թե ինչքան վտանգավոր եւ թեպետ եւ անլուրջ է այդ ամենը։ Յուրաքանչյուր մարդ է հասկանում։ Խնդիրն այն է, որ այդ մարդը զգա երկու բան։ Առաջինը, որ ինքը անել չի կարող ոչինչ, եւ երկրորդը, որ ինքը ցնդել է։ Նախ եւ առաջ հիշեք, դուք չեք գժվել, իսկ անելիքը ինքն իրան կհայտնվի։